Պարոն Մարգարյան, արդեն օրեր շարունակ այստեղ քննարկումներ են լինում, հանդիպեցիք նախ Արդարություն եւ վերադարձ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ՀՅԴ կուսակցության եւ ապա Ազատ հայրենիք կուսակցության ներկայացուցիչների հետ։ Խնդրեմ նախ անդրադարձ կատարեք երեկվա տեղի ունեցած Ազատ հայրենիք կուսակցության անդամների հետ ինչ քննարկեցիք, քանի որ Արցախի Հանրապետության ազգային ժողովի ամենամեծ խմբակցությունը կազմում է Ազատ հայրենիքը։ Խնդրեմ։ Նախ նշեմ, որ մեր, ինչպես գիտեք, համախմբման կոչ ենք արել ոչ միայն քաղաքական կուսակցությունների մասով, այլ հասարակական, քաղաքասարակության անհատների եւ նաեւ շատ անպայման կուզեմ նշեմ այն փաստը, որ այս վրանը դարձել է մի ձև հավաքականության խորհրդանիշը, որտեղ ամեն ժամ ունենում ենք հանդիպումներ շարքային քաղաքացիների հետ, ինչպես նշեցի, հասարակական կազմակերպությունների հետ, եւ մեր համախմբման կոչին արձագանքել են նաեւ Արցախի ազգային ժողովում ներկայացված 5 խմբակցությունները, որից 4-ի հետ հանդիպում ենք ունեցել եւ հանդիպման օրակարգը այ մեր նշված այն 12 կետերը պահանջագիրներ դրա շուրջ էր եւ նշեմ, որ գոնե այդ հարցում ունենք միասնական դիրքորոշում մեր բոլոր խմբակցությունների հետ եւ 5-րդ խմբակցությունը դա միասնական հայրենիք կուսակցությունն է, որ այդ հանդիպումը կունենանք ամսի 14-ին եւ դրանից հետո արդեն ամբողջական պատկերը կունենանք։ Համենայն դեպս մինչեւ այս պահը Արցախի քաղաքական ուժերը լրիվ համակարծիք են այն ձևաչափին, որը մեր կողմից առաջադրվել է եւ նորից ուզում եմ վերահաստատել այն, որ այս վրանում նաև կոտորվում է այն կեղծ թեզը, այն կեղծ օրակարգը, որը հենց հանրահավաքից հետո ավելի ակտիվացավ, արցախցի, ղարաբաղցի եւ մենք տեսնում ենք, որ ամեն ժամ ունենում ենք հանդիպումներ եւ այն փաստը շատ կարեւոր է, որ այս հարցը արցախցիների հարց չէ, այս հարցը սոցիալական հարց չէ եւ նաեւ այս ձևաչափով ուզում եմ խնդրել բոլոր լրագրողներին, երբ որ քննարկումներից հետո փորձում են առաջնային դարձնել, որ արցախցիների պայքարը սոցիալական ծրագրերի շուրջ է, բնականաբար շատ կարևոր է սոցիալական ծրագրերը, որովհետև հատկապես այս վերջի փոփոխություններով եւ որոնք ներկայացրել է կառավարությունը, բնականաբար նպաստելու է արտագաղթին։ Իսկ այն կարևոր կետերը, որ մենք ներկայացրել ենք, չպետք է տարանջատեք եւ ասենք մենակ սոցիալական խնդիրներ, այնտեղ կա վերադարձի, մշակութային ժառանգության, գերիների հարց եւ դա պետք է դիտարկեք ամբողջական համատեքստում։ Պարոն Մարգարյան, նշեցիք, որ այս վրանը համախմբման միջոց է դարձել շատերի համար եւ տեսեք, երեք հանդիպումից հետո Ազատ հայրենիք կուսակցության հանդիպումից հետո նշվեց, որ առաջարկ է եղել հավաքել վրանը միայն մի պայմանով, որ 1 ամիս էլ կարող են 40+10,000 դրամական սոցիալական աջակցությունը տրամադրել։ Սա ինչի մասին է խոսում։ Եթե անկեղծ խոսեք, մի քիչ կոնտեքստից կտրված է, փոխվարչապետի հետ վերջի հանդիպման ժամանակ 2 օր առաջ, երբ որ իրանք հենց առաջանդիման ժամանակ մեզ առաջարկում էին կառուցողական մթնոլորտում քննարկել, ստեղծել 2 ստեկ աշխատանքային խմբեր, պատրաստակամություն են հայտնում, երբ մեր կողմից հիմնավորումներ ու ներկայացվի, օրինակ նույն բնակվածի աջակցության ծրագրում սոցիալական ինչ խմբեր են դուրս մնում ծրագրից, այդ համատեքստում մենք հիմնավորում ենք, որ լավ, հնարավոր է այդ քննարկումները տևեն աշխատանքային խմբերի մի ամիս, 2 ամիս, բայց մենք ունենք այն փաստը, որ 20 օրից արցախայության մի զգալի հատվածը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ։ Եվ դրանից հետո արդեն մեր վերջի հանդիպման ժամանակ իրանք առաջարկեցին հետևյալը. մեր այդ փաստարկների համաձայն, որ պայմանավորվենք այն, որ վրան հանելը իրանք դիտարկում են ասպես, որ քանի որ երկարաժամկետ պիտի քննարկումներ ունենանք եւ լուծումներ գտնենք, մի քիչ կոմֆորտ չի սենց ձևակերպել միտքը կառավարության համար, որ վրան կառավարություն այդ քննարկումները տեղի ունենա, առաջարկեցին հանել վրանը
եւ դրան զուգահեռ մեր փաստարկին, ինչպես նշեցի, որ միջև մեկ քննարկումներ ունենալու ենք արտագաղթ, մի զգալի հատվածը ծանր վիճակի մեջ չելնելու, իրանք հետեւյալ հիմնավորումը տվեցին, որ քանի որ մարտ ամսվա գումարը ստանալու են ապրիլ ամսվանը մայիս ամսին, փաստացի մենք ունենք 2 ամիս ժամանակահատված, եւ այդ 2 ամիս ժամանակահատվածը բավարար է, որ այն խնդիրները, որ մեր կողմից բարձրաձայնվել են, իրենց լուծումները ունենան։ Բայց այդ խնդիրները 12 կետի մասով նշեմ, որ հիմնականում վերաբերվում են սոցիալական ծրագրերին, մեկ էլ մշակութային ժառանգության մասով։ Մնացած բոլոր հարցերի մասով կառավարությունը ունի հստակ դիրքորոշում եւ որևէ քննարկում իրանք այդ կետերի մասով չեն դիտարկում։